Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Հայաստանում մեկնարկեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Մասնակցության հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ։ Այսօր ցանկանում եմ անդրադառնալ նրանցից մեկին, որ ընտրապայքարին մասնակցում է շատ տարօրինակ բոլորին դեմ եմ կարգախոսով եւ անունով։ Փորձենք հասկանալ ինչ է իրենից ներկայացնում այս քաղաքական ուժը եւ ինչու է նման գործելաոճ ընտրել։ Նախ ֆիքսենք, որ քարոզարշավի առաջին օրը ուժը աչքի ընկավ բավականին սկանդալային գործելավոճով, ցեխով հարվածելով իր բոլոր քաղաքական մրցակիցների խորհրդանիշներն ընդգրկող ցուցապաստառին։ Այսինքն ամեն ինչ արդեն ցեխոտվեց։ Սա նվազագույնը անհարգալից վերաբերմունք է քաղաքական մյուս ուժերի նկատմամբ։ Մենք պետք է գիտակցենք, որ քաղաքական գործընթացներին մասնակցությունը նշանակում է նաև տարրական հարգանք քաղաքական մրցակիցների եւ նրանց ատրիբուտների նկատմամբ։ Բացի այդ, քաղաքական ուժը քարոզում է, որ բոլորին դեմ պետք է լինել եւ ըստ էության այս ընտրությունները ոչինչ չեն որոշելու։ Բայց նաև պետք է մի բան հստակ հասկանալ, որ ցածր մասնակցությունը ընտրություններին ավելացնում է իշխող կուսակցության հաղթելու հնարավորությունը։ Այնպիսի տպավորություն է, որ փորձ է արվում հասարակության մեջ սերմանել հուսահատություն, ցույց տալ, որ ընտրությունների արդյունքները վաղուց արդեն կանխորոշված են, որ չկա որևէ քաղաքական ուժ, որի օգտին կարելի է քվեարկել եւ որի շուրջ կարելի է կոնսոլիդացիա ձևավորել։ Բացի այդ, չկա քաղաքական ուժ, որին կարելի է ընտրել։ Վստահ եմ, որ 5000-ամյա պատմություն ունեցող մեր ազգը հնարավորություն ունի մյուս 18 ուժերի մեջ ընտրել իրենց սրտի թեկնածուին եւ իրենց քաղաքական ուժին։ Հետևաբար, պետք է մասնակցել ընտրություններին, սիրելի հայրենակիցներ։ Մասնակցության բարձր տոկոսը նվազեցնելու է իշխող կուսակցության վերարտադրվելու հնարավորությունը։